Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ուժեղ Հայաստան խմբակցություն, անկեղծ որ ասեմ, այդ կոմբայնը սարքել եք տժվժիկը։ Լուրջ եմ ասում, այդ կոմբայնը սարքել եք տժվժիկը, ժողովուրդ ջան։ Չի կարելի էլի, ասենք, անկեղծ բան եմ ասում, ինչ արժի այդ մի հատ կոմբայնը։ Ինչ արժի, ասենք, գինը ասեք, ինչքան է այդ կոմբայնը։ Ձեր ցավը տանեմ, միլիարդների մեջ մի հատ կոմբայն եք առել այդ մարդկան, այդ կոմբայնը ես ու Ռուբինյանը առնենք մեր աշխատավարձով, հա հասկացանք, մեծ բան կլներ, այդքան միլիարդի մեջ մի հատ կոմբայն եք առել, լավ արել, լավ եք։ Դուք չենք կարող առնել մեր աշխատավարձով, պարոն Ալեքսանդր։ Դե հա, հենց այդ եմ ասում, էլի դա մեր համար անհաղթահարելի բան կլներ, բայց այդ էլ մի կողմ։ Ժողովուրդ, այդ կոմբայնը դուք ում եք նվիրել։ Ինչի այդ կոմբայնը համայնքին չեք նվիրել, եթե ասում եք համայնքին բարեգործություն եք արել։ Այդ կոմբայնը տարել գնացել եք ձեր այդ փոխկապակցված մի հատ ՀԿ-ի վրա, ասում եք նվիրել ենք համայնքին։ Հիմա ձեր այդ փոխկապակցված ՀԿ-ն չի կարող այդ կոմբայնով գործանի, ասում եք դուք թույլ չեք տալի։ Դուք ի սկզբանե այդ կոմբայնը համայնքին չեք նվիրել։ Ինքներդ ձեզ եք նվիրել, հիմա չեք կարող դրանով գործանել, կներեք։ Հաջորդը, պարոն Դավթյան, ասված տաղանդների դեմ եք պայքարում վառ օրինակ Արմեն Չարչյանը։ Այդ ի՞նչ տաղանդ է Արմեն Չարչյանը։ Պարոն, մի ընդհատեք։ Որպես բժիշկ այո մեծանուն մարդ տաղանդավոր հազարավոր կյանքեր փրկած, բայց իր այդ մի տաղանդը չի գնահատվել, իր ընտրակեղծարարության տաղանդն է գնահատվել, որ ինքը իր աշխատողներին հավաքել է, զապիսները կա, դրեք լսեք, ասում է, այդ մենք կարանք իմանանք դուք ում եք ընտրել, չլնեմ չիմանամ, մեզ չեք ընտրել հանկարծ։ Դատավճիռ կա այդ մարդու նկատմամբ, զապիսները կա այդ մարդու խոսակցության։ Չնայած չեմ զարմանում, որ ուժեղ Հայաստանը ստեղից ընտրակեղծարարության համար դատված մարդկանց է բաժանում։